Սելայնակիցներ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը որոշեց վերատեսության ենթարկել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը։ Հայաստանի հպարտ իշխանությունները կտրուկ մերժեցին 2019 ապրիլին ներկայացված կարգավորման վերջին փաթեթը։ Բանակցությունները մտան փակուղի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին օգտվելով դիվանագիտության ձախողումից Հայաստանի Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի հանրապետության դեմ։ Պատերազմը չավարտվեց նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ինչ տեղ ունեցավ 23 թվականին դրա հետևանքներ։ Դեռ չեմ խոսում նրա մասին, որ պատերազմը տեղափոխվեց Հայաստանի տարածք։ Հոկտեմբերին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախը հաթափվեց եւ մեր 120,000 հայրենակիցները ստիպված եղան ապաստան գտնել Հայաստանում։ Այսօր Հայաստանում ապրող մեր արցախցի քույրերն եւ եղբայրները բազմաթիվ դժվարությունների են հանդիպում՝ իրավական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական։ Պատահական չէ, որ նրանց մի ստվար զանգված լքել է Հայաստանը։ Բնականային ապահովման պետական աջակցության ծրագիր օրինակ ձախողվել է։ 25,000-ից 30,000 ընտանիքների մի փոքր մասն այդ ծրագրի շահառուն դարձել։ Տրամադրվող գումարը չնչինև չի կարող բավարարվել բնակարան գնելու համար, մանավանդ փոքր ընտանիքների դեպքում։ Գումարից բացի ծրագրից օգտվելու պայմաններն անհասկանալի սահմանափակումներ են ենթադրում։ Օրինակ, եթե շահառու ընտանիքների երեխաներից մեկը շնորհալի երեխա է եւ ինչ որ բարեգործի աջակցությամբ մեկնում է արտերկիր սովորելու, ընտանիքը զրկվում է այդ աջակցությունից, տնից է զրկվում։ Իդեպ այդ սեփականության իրավունքի զրկելու հարցը խիստ կասկածահարույց է եւ վիճելի է, եւ նաեւ իդեպ բանկերն են մեծամասամբ ձեռնպահմանում հիպոթեկային վարկեր տրամադրվելուց, որովհետեւ չգիտեն ինչ կարող է լինի։ Կեցության եւ այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության միջոցառումը, այսպես կոչված 40+10,000 դրամների աջակցությունը, դրա դադարեցումը կամ միայն առանձին խմբերի համար դրա պահպանումը հանգեցնելու աջակցության կարիք ունեցող տեղահանվածների շրջանում սոցիալական անկանության խորացմանը։ Այս ծրագիրը իդեպ նույնպես անհասկանալի սահմանափակումներ ունի։ Օրինակ, եթե 5 տարվա մեջ ինչ որ մեկը 10 օրով այցելում է իր ազգականի տուն հանգստանալու, նույնիսկ նրա անչափահաս մանկահասակ երեխան զրկվում է այդ աջակցությունից։ Ուստի պատահական չէ, որ մեր արցախցի հայրենակիցները մարտի 29-ին շաբաթ օրը ժամը 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպում բարձրացնելու իրենց սոցիալական, իրավական եւ այլ իրավունքների ոտնահարման մասին։ Պես մենք մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում միանալ արցախցի մեր քույրերին եւ եղբայրներին պահանջելու կառավարությունից լուծել արցախցիների առաջև ծառացած խնդիրները, մինչեւ ապահովի նրանց վերադարձի իրավունքի եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի իրացումը։ Շնորհակալություն։ Ալխաս Ղազարյան։